Վարչապետի զայրույթը ինչով է պայմանավորված, կարծում եք Ինչպես ինքը ասաց, որ բոլորիս տեղն է հասել։ Բոլորիս տեղն է հասել, դրանով է պայմանավորված։ Այս պատեհապաշտությունը, ասենք կոռուպցիոները հասցնում է կոռուպցիայի մասին ու լուրջ դեմքի արտահայտությունով Չէ, ընդհանուր ենք ասում, եկեք անձերի վրա չկենտրոնանանք, հա, ես ոչ մեկին, ոչ Աննա Գրիգորյան, ոչ մեկի վրա չենք կենտրոնանում, հա։ Կոռուպցիոն խումբը հարցնում է կոռուպցիայի մասին ու ասում է, վարչապետը ճիշտ ասում, ժողովրդի ու մեր ստեղն է հասել, այդ գիտեք ինչ ձև անելը, այդ ասում եմ, գնում են բան են անում անչա, գողը գողում է, բռնեք գողին, հա, ես ուղղակի զարմանում եմ, որ ասենք այդ աստիճանի մարդիկ կարան ձև անեն, որ դա իրանց ընդհանրապես չի վերաբերվում, ասենք գալիս են այնպես բաներ, ուղղակի բոլորի ստեղն է հասել, նաև ժողովրդի ստեղն է հասել։ Բայց դա արդյոք Հերթով կլինի։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երբ անգամ ընդդիմադիրներին անվանեց ցամբալ, ում էր ասում եւ արդյոք պետք է ներողություն չխնդրի այս հայտարարության համար։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք էր, որովհետև անընդհատ, գիտեք ինչ, այդ աստիճանը դահլիճում դուք չեք զգում ինչա կատարում, տեսախցիկներով, վերևից շատ բան է երևում, այդ աստիճանը լարվածության անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ որ դու միտք ես ասում, հետո դրանից հետո սկսում են դույով խոսալ, հետո դրանից հետո սկսում են սուտ խոսալ, ակնհայտ սուտ խոսալ, հետո դրանից հետո սկսում են բղավել, հետո դրանից հետո սկսում են կոլեկտիվ ձևով բղավել, այդ լարվածությունը բերում հասցնում է նրան, ինձ ամենաշատ տարվող հարցը գիտեք որն է, որ մարդկանց հետ շփվում եմ, ասում են Ալեն ջան, ոնց ես դիմանում, ոնց է քո ներվերը դիմանում, ասենք դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճանի է, ձեզ թվում է տենց եկան, սենց կանգնեցին, ասեց մատոր ռեկ, գնաց ու սկսում են իրար վրա գոռալ։ Արդարացում է պարզ։ Դա արդարացում չի բնական է, դա արդարացում չի, բայց դա պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր մարդու համար եւ վարչապետն էլ ես էլ մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արունից ենք, մարդ ենք եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ այդ լկտիությունը, այդ երեսպաշտությունը, որ ասենք որ կողքիներով նստած իրար կողք նստած մեկը էս ինչն է արել մեկը այն ինչով է հայտնի մեկը այն միսով է հայտնի մեկը այն միսով է հայտնի գալիս ասում են բռնեք դրանց այդ գալիս է իսկական վարչապետը ճիշտ էր ասում այստեղն է հասնում բայց եթե իրենք ինչպես դուք եք ասում կոռուպցիոն տարբեր դրվագներով անցնում են կամ նախկինում ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել, դա արդյոք նշանակում է, որ իրենք չպետք է բարձրաձայնեն իշխանության կասկածների, կոռուպցիոն ինչ-որ դրվագների հետ կապված կասկածների մասին եւ դա արդյոք նշանակում է, որ վարչապետը պետք է այդպես այդ հարցը Շոկ ջան, ոչ մեկ չի ասում մի բարձրաձայնեք, ոչ մեկ դրա մասին չի ասում, այն բանը, որ իրանք այսօր բարձրաձայնում են, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է Այն բանը, որ դուք այդ հարցը ինձ այսօր տալիս եք, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է 2010 կարեմ վերջացնեմ նրա որ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը այսօր ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Սա ամենաբարձր աստիճանն է ու դա չի կարող ձեր կողմից մեկնաբանվել, որ իրենք պետք է չբարձրաձայնեն։ Երկրորդ ասպեկտը Այն, որ դուք ասում եք պետք է չբարձրաձայնվի, վարչապետը երեք դրան պատասխանեց։ Մի բան է հիմա, ասենք բռնենք ձեր, օրինակ չգիտեմ, ձեր կամ մյուսի լրատվամիջոցով մի հատ բան գրենք եւ գնանք այդ մարդկանց վերցնենք, տանենք գցենք պատվալները եւ իրականացնենք բան, այդ տարբերակը բերելու է նոր Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական ռեժիմի, երբ որ մարդկանց ուղղակի տանում գցում են, հա, մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք պատկերացնում, մենք էլ ենք տեսնում, մենք էլ ենք ասել, մենք էլ ենք հայտարարել, որ այդ մարդիկ արել են մեծ քանակով հանցագործություն, դրանք ընտրություն կեղծելա մարդկանց գնդակարելը, մարդ են սպանել, մարտի 1-ին քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, գողություններ, պետական գույքը սեփականաշնորհել են, նվիրել են ուրիշ երկրների, ինչ ասես արել են, բայց եթե մենք այդ ամեն ինչը անենք ուղղակի վարչապետը կամ որևիցե այլ պաշտոնյա ասի սրան տարեք գցեք բանտը, մի տարի հետո մենք դառնալու ենք իրանք։ Դրա համար մեր խնդրեմը հաճախ ասում ենք, որ իրավապահ մարմինների մասին, դատարանների մասին չենք խոսում։ Հիմա մենք երկու քարի արանք ենք։ Այսինքն դառնալ դեսպոտ եւ բռնապետ, բավարարելով այսօրեական ժողովրդի
պահանջը են, որ ասում են տարեք դատեք դրանց, բառացի ասում են տարեք դատեք դրանց, անունները տալով ասում են հերիք եղավ, ասում են տարեք դրանց գցեք բանը, խեր անցյալ ընտրությունների մեր Քարոզ Արշավի հաջողված, որտեղ ընտրությունները հաղթեցինք, բանը երկաթե մանդատը, խի երկաթե մանդատ, խի այդ չագուճ, ինչի համար, ինչ որտեղից առաջացավ, ինչի, չգիտեմ, գնդակը չէր, չգիտեմ կամ որևիցե այլ բանը չէր, որովհետև ասում եմ մարդկանց տեղն է հասել, ու այդ մարդիկ ինչի ավելի շատ տեղ է հասնում, որովհետև այդ մարդիկ գառների դեմքը բաները հակնում են, դիմակները հակնում են, գայլ լինելով, գալիս են նստում են ստեղ եւ ասում են, բայց իմացաք, տարան մարդուն 12 ժամ պահեցին, բա սա անելու բանա, բայց իրա ձեռը միջև ստեղ արյան մեջ է, իրա ջեբ այն փողը, որով իրանք լրատվամիջոցներ են առնում, ոչ մի լրատվամիջոց նկատի չունեմ կոնկրետ, այն փողը, որոնք իրանք ծախսում են ընտրությունների եւ այս քաղաքական process-ի վրա, այդ ամեն ինչ այդ փողերը հոր տնից էին բերել, հերների տնից էին բերել, ես ասում եմ եկել են ստեղից գողացել են, եկել են այս երկրից են գողացել, Հայաստանից են գողացել, քեզնից են գողացել, այս մարդկանցից են գողացել, գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե պետք է պորտկես, պորտկումը առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ, ժամանակի խնդիր այն մարդկանց հետևից, ովքեր որ արել են այդ բաները, ովքեր զորք են մտցրել Երևան քաղաք, 2008 թվականին զորք են մտցրել եւ երևանցիներին ու հայաստանցիներին գնդակահարել են, այդ մարդկանց հետևից նայեք, լսեք, ես հասկանում եմ, որ բոլոր 7 տարի եք ասում, բոլորը ուզում են հիմա եւ միանգամից, ասում եմ, կա այդ ընտրությունը, դառնալ բռնապետ եւ անել այն, ինչ որ մենք անում ենք երկրի, մենք չենք կարա դա մեզ թույլ տանք, որտեղ մենք ունենք անվտանգային խնդիր։ Այդ որ Եվրոմիության դիտորդները ցող վերջացնեն։ Թող դե այդ ապրես։ Դրա պատճառները շատ են։ Բոլոր ամբողջ կազմով բան են եղել հետքեր վերացնելով։ Շատ եմ մարտի 1-ը ասում, որտեղ մասնակցել եմ այդ ամեն ինչին, փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց ասում եմ դա չի փրկելու, նստելու են այդ մարդիկ եթալու են բանդ, իրանց արածները, ես հիմա վերացական եմ ասում, ինչ որ մեկին ես իրավունք չունեմ, տեսեք, նորից քաղաքական գործչին տանում եք այն դաշտ, որ ինքը ասի Պողոս Պետրոսյանը գնալու է նստի, ես չեմ կարա տես բան ասեմ, ես դրա իրավունք չունեմ, ես կարամ քաղաքական գնահատական տամ, ես այդ քաղաքական գնահատականը տվել եմ միջև ընտրություններ, ես այդ գնահատականը տվել եմ միջև հեղափոխությունը, դրա համար եմ ես հայտնվել ստեղ, ինչ-որ մարդիկ ասում են իշխանության պատճառով եմ ես sense բան, այդ ո՞նց ստացվեց, այդ նույն Ռոբերտ Քոչարյանը ելնի, Սերժ Սարգսյանը ելնի, իրանց կողքի մակլավիկները ելնեն, ես իրանց մասին միջև հեղափոխությունը չեմ ասել, բա ասել եմ, որ ես հայտնվել եմ Նիկոլի կողքը եւ հայտնվել եմ այս իշտեղը։ Ասածս հետեւյալն է։ Թող մնան իրենց չափի մեջ, կամ այդ ինչ չէ, թող խոսեն, խոսքը լինում է, դրա պատասխանը լինում է։ Դուք երեկվա նիստը չեք հետևել։ Այն հարցը, որը որ վերջինն էր եւ որից հետո տեղի ունեցավ այդ Եվս մի քանի անգամ տարբեր տեղերից այդ հարցին վարչապետը պատասխանում է եւ վարչապետը նույնիսկ իր խոսքի մեջ ասում է դուք նախ սուտ եք ասում երկրորդը ես ձեզ արդեն պատասխանել եմ չեք լսում նիստը եթե գնացեք գտեք այդ բանի ես հիմա բառացի հիմա չեմ հիշում բառացի լսեք ասում եմ հետո հասարակ բան կգամ ստեղ եմ չէ չեմ գնացել չէ Ռուզան չեմ գնացել դուք էլ չեք գնում չեք գնում չէ հերթ գալու է մի անհանգստացի ասում է տանում եք հարցարակ օրինակ հարցը հեսա քեզել կնույն հարցազրույցը կտամ չեպազրույցը կլինի հարցազրույցը կգամ քո մոտ հատուկ հարցազրույց կտամ տեսեք ասում է ճանապարհների բառացի ճանապարհների գումարները մսխում եք մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք դուրս է գալի նախարարը պատասխանում է ասում է հարգելիս այն ճանապարհը որը որ չի լավը չի եւ որը որ վերանորոգվում է պետությունը դրա համար փող չի տալիս այսինքն պատրաստչիկը սարքում է այդ ճանապարհը գալիս են պետությունը չի ընդունում նույնը վերաբերում է մանգապարտեզին նույնը վերաբերում է դբրոցին
Լսեք, ես իրավաբան այդ որևիցե տեսեք, բայց լսեք, տեսեք, վերջացնեմ, իսկ որտեղից դուք իմացաք Անիֆի մասին։ Ուզում եմ իմանալ որտեղից իմացաք։ Իսկ որտեղից այդ լրատվամիջոցները իմացան։ Կարա ուզում եք երկիրը փակ երկրի օրինակ բերեմ եւ Անիֆների եւ մնացածի մասին չիմանաք։ Դուք գիտեք, որ 2018 թվականից հետո մենք ասենք չեմ կարող հիմա շատ բան ասեմ, հիմնարկներ են եղել, որ զավոդներ են ունեցել, գտել ենք։ Զավոդ են գտել։ Ենթադրենք X կառույցը, չգիտեմ, նախարարությունը, քաղաքապետարանը, X քաղաքի ասֆալտի զավոդ է ունեցել։ Դրա մասին ձեր լրատվամիջոցները ոչ մեկ չի իմացել եւ չի գրել, բայց ո՞նց իմացա, որ դրա մասին է։ Կամ ինչ որ մեկը ասում է, որ այդ գործը փակվավ գնաց եւ այդ գործով որևիցե բան չի լինելու, դա մեր խնդիրն է, այդ խնդիրը ոնց որ մնացած մեր թիմի անդամները գնացին, ոնց որ մնացած թիմի անդամները վերջին բանը գնացին նստեցին այն մարդիկ, ովքեր որ մեր թիմն են ներկայացրել եւ նման բան են արել, կամ մեր թիմը չեն ներկայացրել, գնալու են բանդ։ Խիետի մոտիկ բարեկամին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, ինչ որ մեկի մոտ կասկած կա, որ իրավապահները գործողություն են անում, մենք չենք թողնում, կամ ասում ենք ինչ որտեղ գործողություն եք արել, դրա մասին մի ասեք։ Երեխեք, հասկացեք, իրականությունը ուրիշ է։ Այն հին իրականությունը, որոնք իրանց լեզվամտածելակերպը եւ միտքը կա, այդ չկա էլ, պրծել է, այդ իրանց տրամաբանությունն է։ Խնդրեմ, մի րոպե, հեսա նեղանալու է, գնա իմ ընկերն է, ես չեմ ուզում եք նեղանալ։ Բայց իմ ձայնը գտել։ Պարոն Սիմոնյան, երբ որ վարչապետը ուղիղ ասում է դու նստելու ես, դա քաղաքական դրան է, թե իրավապահներին հատուկ ցույցում եք։ Երկրորդը դուք ասում եք, հիշեցնում եք Մարտին 1-ի դեպքերը, դա իհարկե ձեր իշխանության քաղաքական կապիտալն է, դուք հենց դարձրեցիք եւ եկեք իշխանության, եթե սխալ եմ, կարող եք ուղղել։ Իշխանոս։ Այսինքն ոնց կարելի է այն փաստը, որ այսինքն պետք իշխանությունը Երևանի կենտրոնում դրել է 10 հոգի մարդա գնդակարել տարբեր տեղերից, հետևից, մեջքից, ամեն տեղից գնդակարել է ու դա մեր քաղաքական կապիտալ է։ Վերջում այդ արել են նստացրել են, ասենք հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ բանը ներարկիչներ էին գցել, շպրիցեր էին գցել, որ ստեղ նարկոմաններ են ու մենք դա դարձրել ենք մեր քաղաքական կապիտալը։ Դա Սերժ Սարգսյանի, որ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել եւ 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու մի հատ լրադդ քաշի գնաց տեղից, հոգիներս կերար։ Այդ իրանց քաղաքական սևեջերն է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում բանը գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին, գնաց Իրան, որ պետք է հիմա սաղդ գալիս ասում եք, բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա այս, բա այն, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան, որը որ հետո Սերժ Սարգսյանը տարավ տվեց բանը հայրուս գազարտը վերջում տվեցին բանին, ամբողջությամբ այլ երկրին։ Չեմ ասում այդ այլ երկիրը վատն է, այդ այլ երկիրը շատ լավն է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Ու դա մեր քաղաքական կապիտալն է, սա դա իրանց ամոթն է, որ ասում ենք սենց են անում, սենց բաներ են անում։ Իշխանության ամոթը որն է, հայաթափված Արցախ։ Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը այն է, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեվ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ են խոսում, ասում ենք, ես ինչի մասին են խոսում, իրան տարել են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք
նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայ ժողովրդին այդ իմ մեր ամոթն է, խնդրեմ։ Ասում եք բռնապետ ոչ եք դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը երբ մազմիչ գործիչ էր, ազգային ժողովում նրա ելույթները ավելի շուտ էին։ Հարգելիս, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասելու են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով ավելի բարձր լինի նույնիսկ եւ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է, իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի են։ Չի կարա տեսնել։ Շատ վատ դեպք կա, Հանրապետություն կուսակցություն, լսեք, քաղաքական հետևանքը, լսեք, հարգելիս, դատապարտելը որն է, դա Հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք հասցեատերը ով է։ Լսեք, քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, երեք վարչապետը ասել է, հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևորը, որ այդ հետևանքը Հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով Հանրապետություն կուսակցությունը եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, Հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Հասկացա, դուք կողմ եք, այսինքն ԿՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք Հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ես կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա եւ Հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Դու փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական խաղեր, հա? Որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեզ թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են ինչ որ մարդիկ, ինչ որ խումբ մարդիկ, ինչ որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրանց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք, կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ մի հատ sense բուջուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, այդ ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դահլիճում, նաև մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել։ Այն որ բերում են նամակներ են տալիս, իբր ներողություն թող վերջացնեմ։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի։ Դա չի բարձա, չէ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, Չէ, ասենք այդ ինչ է 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա իմ քայլը չքանդվեց։ Հիմա իրանք այնց լուրջ մտածում են, որ 18 հոգի մարդ բանաստուղ է։ Այսինքն եթե այսօր հրապարակում կար ճիշտ գուցե հերքեք, որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել, որ նա որոշ նախագծեր է բերում, ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ, այսպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի։ Որևիցե բան, ինչը որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել, ես ոչ իրավունք ունեմ ասելու, ոչ ճիշտ եմ համարում։ Այն ինչ որ հայտարարվել է, դա ասվել է այն հայտարարության մեջ, որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում են մի րոպե շողից սպանելս բոլոր մշտապես բոլոր այն բաները, որոնք որ դուք ասում եք, որ դա չի քննարկվում, հետևանք չի ունենում, հետևանք ունենում ոչ միայն իրավական առումով, այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով։ Եվ այդ մենք ունենք ինքնակնդատության օրեր եւ այլ եւ դա նաև վերաբերվել է ինքնակնդատության օրերից մեկի ժամանակ։ Չկա դες բան։ Սխալ են ասում։
սխալ եմ ասում, նման բան չկա։ Իդեպ հարցազրույցս 2 ամսի 9-ին կնայեք, դրա այդ հարցին էլ եմ անդրադառնում, նման բան չկա։ Պարոն Սիմոնյան, երբ որ դուք ասում եք ձեր թիմներ դատապարտում եք այդ խաղապետարանի դեպքը եւ ասում եք, որ ձեր կարծիքով այո պետք է պաշտոնավարումը դադարեցնի Հանրապետություն կուսակցությունը։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Ես հասկացա, բայց սա արդյոք նշանակում է, որ քաղաքապետը նրան ազատելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան չփլուզվի։ Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանը արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե նման որոշում կայացնի, կոալիցիան չի փլուզվելու եւ ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ եւ տարբեր տեղից դրա։ Ուստի ձեր հարցը, կարծում եմ, պատասխանը կա այդ հայտարարությանը։ Խաղապետել են ասել Պաշտոնը վայր դնել է եւ կոալիցիան բաժանել է, դա տարբեր բաներ են մեկ, երկրորդը դա որևիցե կերպ չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է։ Ես չեմ կարծում, որ Հանրապետություն կուսակցությունը սկսելու է իրեն նման հակառակ կուսակցության հետ որևիցե ձևով համագործակցել եւ նման մտավախություն չկա, ոչ, գիտեք ինչ, իրանք մեր գործընկերներն են, մենք իրանց հարգալից ենք վերաբերվում եւ ինչպես ես ասացի, պարոն Սարգսյանի բոլոր ասած հիմնավորումները ես համարում եմ ճիշտ եւ տեղին, բայց դուք ինչ թողեցիք ես ավարտեմ։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բան է պետք, համարձակություն է պետք եւ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն Եվրոպամետ ազատ մտքի, ազատության ջատագով ուժին միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ։ Տիգրան Աբինյանը չի ազատում ազատություն ռադիկալ, շնորհակալություն։ Տիգրան Աբինյանը չի ազատում խաղապետին։ Ինչու՞ չի ուղարկում Մոսկվա, որովհետև Ալիևը ուղարկում է ու չի գնում։ Մենք հակառակը չենք գնում, գնում ենք ու չենք։ Ես չգիտեմ ինչի չենք ուղարկում, դա իմ տիրույթում չի այդ որոշում։ Բայց հետո հապկի միջոցառումը չէ, ինչ կապ ունի դա։ Չգիտեմ, ես ձեզ ասեմ, ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն եւ միայն այն հարգանքի турքով, որ մենք վեծարաններ ունենք, ես էլ եմ բանը, մենք հա դե մահացել են մարդիկ 80 տարի անց էր, ես նույնիսկ ինչ որ մարդկանց իմ այսպես ոչ թե միջոցներով իմ մի խոսքով իմ հնարավորությունով մենք մարդ ենք ուղարկել, մեր падգամավորներից էլ մարդ գնացել, մենք չենք կարա այդ մարդկանց արածը ուրանանք, հա, մնես չի որ ենթադրենք ինչ որ այլ շքերթա կամ այլտեղ ինչ որ բան ա եղել, մենք հրավեր ա եղել, մենք չենք գնացել եւ կարծում եմ վարչապետի մասնակցությունը ներողություն այդ բառի համար բոլ է։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խապկանք է, թող իրանք ցույց տան, այո, կարող է վարչապետը, մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաճոյանան եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իջնում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, չի մի համարեք, որ սա ինչ-որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաև, որ մենք դաշինքով են գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու են բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական, որ չընդհատես կիմանաս, որ չընդհատեք։ Նախ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում մեզ, նախ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ, հենց իրանք մտնեն եթեր, մեր վարկանիշը կսկսի բարձրանալ։ Եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները, վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա։ Իսկ եթե իրենք բոլորով սկսեն տենց բաներ անել, ես կարծում եմ մենք կարանք ուղղակի տանից դուրս չգանք։ Այդ մեկ, երկրորդը, այդ մեկ, մեր ընդդիմախոսը ամենամեծ մենք ենք։
Մենք։ Չէ, հիմա որ Մի հատ երկրորդն էլ ասեմ, էլի։ Մի հատ երկրորդն էլ ասեմ, մի հատ երկրորդն էլ ասեմ։ Հեսա կասեմ, բոլոր հարցերին պատասխանը նորից եմ։ Երկրորդը, այն աշխատանքները, այն գործը, որը որ մենք արել ենք, այն ամեն ինչ որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, որը որ մենք միգուցե մի քիչ վատ ենք ներկայացնում, տանելու ենք մարդկանց ներկայացնենք եւ վարչապետի շփումը, մեր շփումը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում շրջադարձային փոփոխություններ է տալու ընտրությունների արդյունքի վրա։ Ես դրա վարկյան կասկած չունեմ։ Մենք հիմա ասում եմ, դուք այդքան վատ բաներ եք գրում, ասում դուք չէ՞ էլի ընդհանրապես եմ ասում, գրում, ասում, չէ։ Ես ամեն օր ոդկով իջնում եմ։ Ես 3 նիստից հետո ոդկով եմ իջել, դրանից մի օր առաջ իջել եմ, 5-6 անգամ նկարվել եմ, մարդկանց հետ զրուցել եմ, դրսից եկած մարդկանց հետ, Երևանում ապրող մարդկանց հետ։ Ժողովուրդ, այս Facebook-յան իրականությունից դուրս կա իրականություն, որտեղ իմաստուն հայ մարդը գիտի, որ ինքը նախնիների վերադարձը երբեք չի ցանկանում, երբեք թույլ չի տա։ Բ. Ինքը հասկանում է, որ այնուամենայնիվ, հա, այսօրվա իշխանությունը սխալվում է, ճիշտ է ասում, բայց այսօրվա իշխանության տերը ինքն է։ Ինքը կարողանալու է գնա փոխի։ Երրորդը, այսօրվա պես հասանելի իշխանություն Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել ու չի լինելու, շոկ հարցերն էլ չեմ պատասխանելու։ Եվ չի լինելու։ Էլ չեմ ասում, այն փոփոխությունները, որ մենք արել ենք, այն հարկային փոփոխություն։ Ժողովուրդ, այսօր բիզնեսմեն կա, որ իմ անվտանգության աշխատանքի կամ վարչապետի աշխատակցի ղեկավարի անունը կամ հեռախոսի համար ունի, որ ինչ-որ զանգի հարց լուծի, կամ իր հարկայինի պետի համար ունի, որ զանգի իր հարկայինի հարցը լուծի, ժողովուրդ, ուզում եք ասեք, այդ ամեն ինչը մարդը չգիտի ու չի գնահատում։ Շատ լավ գիտի։ 21 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալի մասին էին։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի փառահեղ միտինգներ Հանրապետության հրապարակում, երբ որ մարդիկ տեսան այդ մարդկանց ու հասկացան, որ ալարել չկա, հասկացան, որ իրանք պետքա կանգնեցնեն այդ մղձավանջը, այդ պետականության կորուստը, որը հանրապետության հրապարակում հավաքվել էր եւ սպիտակ վերնաշապիկներով փորձում էր, ասում եմ, գայլերը, այտենց այդ բաները, գառան դեմքերը հակած, փորձում են մարդկանց խափել։ Մեկ, ասում եք պետականության կորուստ։ Հիմա օկուպացված տարածքներից խոսամ, թե այն առաջի հարցին խոսամ։ Կարամ են մնացածից խոսամ։ Այդ դրան ենք գա, դրա մասին ենք խոսում։ Կարմիր ջան, կլինի պատասխանեմ հարցից։ Չպատասխանեմ հարցից։ Գիտես որ պետականության կորուստը, որ Ռոբերտ Քոչարյանը գալու էր Հայաստանի Հանրապետությունը տաներ միացներ Ռուսաստան, Բելարուս միությանը եւ հայտարարային, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ավելի շատ է, քան թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր շահը չպետք է հետապնդեր եւ Ռուսաստանից Հայաստան պետք է փող չբերեր, այո, պետք է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից էլ փող բերենք լցնենք, Ամերիկայից էլ, Ֆրանսիայից էլ, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց միևնույն ժամանակ կոնյակի գործարանը, Armentel-ը, ռուս գազի տրուբեն չպետք է տանք ուրիշին եւ ասենք դե այդ քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։ Էտա, այսինքն ձեր խնդիրը նա որ մենք Ռուսաստանից փող ենք բերել, તો Ռուսաստանից է պետք է փող բերենք, ամեն տեղից է պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք արել։ Այսինքն որ իրանց ասում ենք դուք մեզ քցեցիք, իրանց ասում ենք մեզ թողեցիք մենակ թշնամու հետ։ Այդ որ իրանց ասում ենք, իրանց դուրները չի գալիս, որ ասում եմ հիբրիդային պատերազմը դուրները չի գալիս, թող միացնեն իրանց հերոստալիքները, այն մանկուրտ բառը փառահեղ բառ այն մանկուրտները հայկական ազգանուններով որ ասում են դե եթե Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանա Ռուսաստանը կտխրի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա այն դեպուտատները իրանց որոնց որ մուտքը Հայաստանի Հանրապետություն փագա որ հոխորտում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անունն են տալի իմ անունն են տալիս որոնք ընտրված են արա այդ երկրի ընտրված իշխանությունն է Դուք գնացեք ձեր բանի մեջ ապրեք, այդ ձեր տրամաբանության մեջ ապրեք, մեր երկրի ղեկավարի հետ ինչ գործ ունեք, մեր երկրի ղեկավարը դուրները չի գա, մեր ժողովրդի դուրս կգան 2026 թվականին, ընտրությունների միջոցով կփոխեն նոր դուք տենց բան կարա կանեք։ Մի անվանեք իրան տենց, մի անվանեք։ Ինքը իրան անվանում է, ինքը շատ ծանր է տարել, ինքը շատ ծանր է տարել այդ իմ արտահայտությունը։ Ես մեղ լինելու չլինելու խնդիր չունեմ։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում։ Ես ռուսաց լեզուն, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ հաճախ ավելի լավ, քան ին մասին վատ բան խոսացող ռուս գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում ռուս ժողովրդին, մեծ հարգանքով եմ, իմ մեծ ազգ է, ուժեղ ազգ է, բայց իմ ազգը ու
այն մնացած բոլորը ես իմ հավասար սանդղակի վրա չեմ դնում։ Երբ որ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես է դրա համար եմ ստեղ ժողովուրդ, ես պետք է իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած թե ինքը վաղը ինձ չի սիրի, մյուսը ինձ չի սիրի, այն մյուսի մասին վատ բան կասի կամ իմ գլխին մի բան կսարքեն, ինձ մեկ է դա, հասկանում եք, որովհետև եթե ինձ մեկ չի լինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը, ուրեմն ես պետք է տամ իրաց դուդուկի տակ պարեմ, ես այդ բանը չեմ անելու ու նաև ես եմ տանելու տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ։ Այս դրա մասին եմ գնալու խոսամ։ Բայց եթե փոխելու ադրբեջանցիները ասում են սահմանադրություն փոխեք, անկախության նպատակի։ Անենց ուրախ եմ որ դու ստեղ ես ու անդիմադիր լրագրողում ես, այնց հաճիկով եմ պատասխանում։ Չեմ ասում ռուսները, ասում եմ հայերը։ Լսի, Կարինջան, լսի։ Մենք 2021 թվականն ասեցի, 2021 թվականն ասեցիր, 2020 թվականից սկսած, պատերազմից սկսած, ընդդիմադիր բոլոր գործընկերները եւ հեռուստաալիքները խոսում են նրա մասին, որ մենք հեսա երկրորդ պատերազմ ենք ունենալու, երրորդ պատերազմ ենք ունենալու, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Բոլորը դրա մասին է։ Ասում են բանակցողը պետք է փոխվի, որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել։ Բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ, ստացավ հակառակորդ երկրի կողմից, որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն, մեկը Թուրքիան, մեկը Պակիստանը, գնաց իր հետ, ֆիքսեց իր սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այդ մարդը, որը պոտենցիալ կարա հարձակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի այս կետից մինչև Պարսկաստանի այս կետ քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարձակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումների, այդ սահմանազատումը բանը տավուշը հանուն հայրենիքի, այսինքն գնացել սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասել է հա այդ քո սահմանն է, ժողովրդին վեկալել եկելիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությանը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է։ Այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կարողանալու բանակցի, 17 կետի շուրջ է բանակցել, 17 կետա, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել եք ասում չի ստորագրել, հետո Ալիևը ստորագրեց, ասիկ վայ ստորագրեց։ Հիմա 17, բա որ համաձայնեցրել է, բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը, ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան գործ չունեն, տանկերի մոտորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրելու։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթը օգտագործելով այդ 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանել։ Այդ որ տարբեր տեղեր, 90-ականներից սկսած, այդ գիծը այս կողմ այն կողմ այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց, կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր շփտում։ Всё, դեսա ինչ կան պատասխան։ Արի ես կողմելի չեմ լսում։ Պարոն Սիմոնյան, դուք 2021 թվականին քաղաքացիներից խնդրեցիք քվե, ստացած քվեները հիմա վարչապետը 3 ազգային ժողովում հայտարարում է, որ գնում ենք ներկայացնել, ինչպես նշեցիք, գնան կներկայացնենք մեր հարց աշխատանքն, ասում են գնում են ներկայացնում, ասում են դպրոց մանկապարտեզ ենք սարքել, ասում են լմից հերի մի րոպե, Պատկոչյանն ու Սերժխին նստած չեն։ Հիմա այդ հարցը 2026 թվականին ինչպես եք պատասխանել մարդկանց, իրանք ինչքան են ներկայացնել դպրոցը, ասել են լմից հերի Պատկոչյանն, Սարգսյանն։ Հետաքրքիր է, չէ՞ որ ամենադժվար հարցը տալիս է ոչ ընդդիմադիր, դուք ընդդիմադիր չեք, չէ՞, ինչքան գիտեմ։ Հա, ոչ ընդդիմադիր լրատվական խոսքի ազատությունը, այս կուսակցականն է ամենադժվար հարցը տալիս, դա բարդ է։
Դա իրոք բարդ է եւ այն որ մենք անընդհատ եւ վարչապետը անընդհատ ներկայացնում է հատիկ առ հատիկ տրամաբանության մեջ հետ բերված գումարները եւ հետ բերված գույքը Հայաստանի Հանրապետության, դա դրա վառ օրինակն է, իսկ ինչ վերաբերում է ինչի Ռոբերտ Քոչարյանը միջև այդ պահը նստած չի կամ նստած չի այն մյուսը, դա իրավապահների դաշտում է, ես այդ հարցին սկզբում պատասխանեցի, մեր համար դժվար է եւ ոչ թե դժվար է, անթույլատրելի է զանգել Հայաստանի Հանրապետության դատախազին, ասել Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի, շատ ցանկալի է։ Շատ ցանկա, ոչ միայն իր հետ կապված, այլ շատ տարբեր մարդկանց հետ կապված, ովքեր մարդա գյուլել Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում, որ վզներից տանեն գցեն պատվալները։ Բայց ասում եմ, ես հրեշին սպանողը կդառնում է հրեշ, հա մենք այդ հրեշին խեղճացրել ենք, մենք այդ հրեշին քշել ենք, մցրել ենք իր բունը, մենք այդ հրեշին իր բնի մեջ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև ինքը իր պատիժը ստանա ու ինքը իր պատիժը ստանալու է։